Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Ամերիկացի պաշտոնյաները հայաստանցի բարձրաստիճանների հետ քննարկել են Թրամփի ուղին։ Փաշինյանի կառավարությունն ուզում է 320 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել։ Վահագն Ալեքսանյան, կողմ 62 ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ։ Շնորհավորում ենք, պարոն Ալեքսանյան։ Ձերբակալվել է Ծառուկյանի մուլտիգրուպ կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սեթրակ Արուստամյանը։ Վիճակագրություն չկա, բայց պաշտոնյաները պնդում են բանկային զեղծարարությունների թիվը նվազել է։ And they called me and said, please, can we talk? Թրամփը հայտարարում է մոտորերս Հորմուզի նեղուցի բացման մասին, հակառակ դեպքում սպառնում Իրանին դաժան հարվածով։ The biggest since World War II. Երևանում է Trip Plus ամերիկյան առևտրային հիմնադրամը ղեկավարող Կոնստանտին Սոկոլովը։ Կես տարվա մեջ Վաշինգտոնը կրկնապատկեց Հայաստանում ներդրումների համար նախատեսված միջոցները, հասցնելով ավելի քան 400 միլիոնի։ Սոկոլովը հայաստանյան բիզնես միջավայրում նոր մարդ չէ։ Նա այստեղ կապի խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատերերից է, նաև հանքարդյունաբերության ոլորտում է ներգրաված։ Բայց հայ-ամերիկյան նախագծի իրականացման կարևոր օղակներից մեկի պատասխանատուի պաշտոնը ստանձնելուց հետո Սոկոլովը առաջին անգամ է Հայաստանում։ Հանդիպում է պաշտոնյաների հետ, ընդ որում Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Ինչ է սա նշանակում, արդյոք Թրիփը մտնում է գործնական փուլ։ Հայաստանում է Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։ Ավելի քան 400 միլիոն դոլար բյուջե ունեցող ամերիկյան հիմնադրամի ղեկավարի պաշտոնում սա Սոկոլովի առաջին այցն է Երևան։ Կոնստանտին Սոկոլովին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթսթոունին այսօր Երևանում ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Եվ կառավարությունը եւ արտաքին գերատեսչությունը տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են Թրիփ նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը զրուցակիցները վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում ել ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու համար։ Թրիփ ծրագրից բացի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությանը։ Քննարկվել են նաև խաղաղության հետագա ամրապնդման ուղղված հնարավոր քայլերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն եւ դրական մթնոլորտ։ Ի տարբերություն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը մեկ անգամ արդեն հասցրել է լինել Հայաստանում, իբրև ներդրող ու անգամ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԽՍՀՄ-ում ծնված, ապա Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրողը, որ արևմտյան մամուլում առավել հայտնի է իբրև նախագահ Թրամփի աջակից եւ հանրապետական կուսակցության շռայլ դոնոր, վերջին անգամ Հայաստանում էր 2024-ին որպես ՄՏՍ Արմենիայի բաժնետեր։ Հայաստանի ամենամեծ կապի օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ՄՏՍ Արմենիայի բաժնետերերը որոշեցին իրենց բաժնետոմսերի 20%-ը նվիրաբերել պետությանը, թե ինչի դիմաց այդպես էլ անհասկանալի մնաց։ Ամեն դեպքում կառավարությունը դա բացատրել էր Viva Armenia-ի Հայաստանի համար ռազմավարական նշանակությամբ, նաև հանգամանքով, որ ընկերությունը ունի ամենամեծ բաժանորդային բազան։ Նվերն ընդունելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին կառավարության նիստում անգամ շնորհակալություն էր հայտնել ընկերության բաժնետերերին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։ Viva Armenian, որի բաժնետերերից են չինացի գործարար Ժե Ժանգը եւ Կոնստանտին Սոկոլովը, վերջերս ձեռք բերեց Specile օպերատորի ռուսական Ռոստելեկոմի 100% բաժնետոմսերը։ Սոկոլովի բիզնես հետաքրքրությունները սակայն հայաստանյան կապի ոլորտով չավարտվեցին։ Նրա ղեկավարած ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը վերջերս գնեց նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը։
Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով։ Գնահատված պաշարները հասնում են 450 միլիոն տոննա հանքաքարի։ Իդեպ Trip+ առևտրային հիմնադրամի ղեկավար Սոկոլովի Երևան ժամանելուց շաբաթներ առաջ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկեց հիմնադրամի բյուջեն 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի։ Ըստ ամերիկյան կառավարության կայքեջի տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա 10 տարում, մինչև 2036 թվականի դեկտեմբերը։ Արդյոք Trip նախագիծը ամերիկյան կողմը ծրագրում է իրականացնել հենց այս 400 միլիոն դոլարի շրջանակում, թե այլ ներդրումներ են ներգրավելու։ Հայաստանը ինչ մասնակցություն է ունենալու այս ծրագրում, երբ կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները, առայժմ հայտնի չէ։ Այսօր Ազատությունը տեղեկացավ, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև հունիսի 4-ին ստորագրված Trip համաձայնագիրն արդեն ուղարկվել է սահմանադրական դատարան։ Բարձր դատարանը փաստաթղթի համապատասխանությունը սահմանադրությանը կքննի սեպտեմբերի 15-ին։ Գործով զեկուցող է նշանակվել սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։ Եթե սահմանադրական դատարանը միջազգային համաձայնագրի դրույթները սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն արդեն կուղարկվի ազգային ժողով վավերացման։ Trip-ի համաձայնագրից բացի անցած տարի նախաստորագրվեց, բայց չստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Բաքուն մեկ տարի է պնդում է նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որում տարածքային պահանջ են տեսնում։ Եվ ահա այսօր հայ-ադրբեջանական բանակցություններում ակտիվորեն ներգրավված նախագահ Ալիևի օգնականը ողջունել է Փաշինյանի իրական Հայաստանի հայեցակարգը, ակնկալելով, որ այդ գաղափարը տեղ կգտնի Հայաստանի նոր սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանի թեզն այն է, որ Հայաստանը պետք է իր պետական քաղաքականությունը կառուցի ոչ թե պատմական անցյալի, կորցրած տարածքների կամ առավելապաշտական պատկերացումների, այլ միջազգային ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետության, նրա անվտանգության և խաղաղության օրակարգի վրա։ Նա Ղարաբաղյան շարժման էջը փակված է համարում, իսկ դա օրակարգ բերելը պատերազմի վտանգ։ Հիմա տեղափոխվենք խորհրդարան, որտեղ падգամավորները երկրորդ փոխնախագահին էին ընտրում։ Վերջում իշխանություն ընդդիմություն առաջին լուրջ միջադեպը ծագեց, կողմերը 4 օր դիմացան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում մեր շատ սիրելի տաղանդավոր եւ պարկեշտ գործընկեր Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը։ Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Խորհրդարանը 2 օր տևած քննարկումից հետո այսօր ընտրեց նաև ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալին։ Առաջադրված էր քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը, նա ընտրվեց 62 կողմ 27 դեմ ձայներով։ Շնորհավորում ենք, պարոն Ալեքսանյան։ Դեմ քվեարկածները ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներն էին։ Քվեարկությանը նախորդած փուլում իրավիճակը խորհրդարանի դահլիճում փոքրինչ լարված էր։ Այսօր ամբողջ օրը падգամավորները ելույթներով էին հանդես գալիս, հերթագրված 4 տասնյակից ավելի падգամավորներից մեծ մասի ելույթներն այսօր էին։ Իրավիճակը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս փոքրինչ լարվեց, երբ ելույթ ունեցավ Տարոն Չախոյանը եւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներին ըստ էության անվանեց Գյորմամիշ, մեջբերում եմ իր բառը։ Հիմա մենք ենք Գյորմամիշը, թե դուք որ տարել եք վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք փակցրել։ Այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է Կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյորմամիշը։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Շախան, ներողություն, հարգելի գործընկերներ, մի րոպե, լրություն, լսեք մի հատ, հարգելի գործընկերներ, լրություն։ Սա նաև այն բառն է, որ երեկ օգտագործել էր ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իշխանական падգամավորներին։ Մարդիկ չտես Գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն։ Տարոն Չախոյանի ելույթից հետո վրթովված ազգային ժողովի նախագահին դիմեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մի հատ մենք այստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություն էր իրան թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սփտե Պարոն Կարապետյան, մի վարքյան։ Ես նախազգուշացում անջատեք պարոն Կարապետյանի
խոսափողը, պարոն Կարապետյան, ես թույլ չեմ տալու ստեղ որևէ падգամավորի վիրավորել որևէ падգամավորի։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Նարեկ Կարապետյանի միջև այս խոսակցությունը շարունակվեց նաեւ արդեն քվեարկությանը զուգահեռ, որը ընթանում էր նիստերի դալիճինքից սրահում։ Ռուբինյան, մի հատ խոսենք։ Հիմա մարդիկ իրան զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահել, որովհետև անգամ մարդիկ ոչ թե զուսպ չեն տալ, 10 անգամ ավել զուսպ չեն պահել։ Ոչ մեկ իրավունք չունի կանգնի ամբողջ խմբակցությանը, այսպիսի արտահայտություններ անի։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո sense բաներ ուշադիր եղեք, ես գիտեմ ուշադիր ոնց կլինի։ Հետո միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտարարեցին առանձին թե Ռուբեն Ռուբինյանը, թե Նարեկ Կարապետյանը։ Բնականաբար սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն էր եւ ես նախազգուշացում եմ հայտարարել պարոն Կարապետյանին։ Ես կարծում եմ, որ եթե նման վարկը կրկնվի, քաղաքացիական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերի, այսքան։ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Արդեն ազգային ժողովի դահլիճում ազգային ժողովի նախագահը դիմեց կրկին падգամավորներին, առաջարկեց կրկին պահել բարեկրթության կանոնները, որը նիստերի մեկնարկից հետո պարբերաբար իշխանական падգամավորները դիմելով ընդդիմադիրներին կոչ են անում պահել։ Մենք ստիպված էինք արձագանքել, որովհետև 5 րոպե շարունակ ձեր ֆրակցիայի падգամավորը ուղղակի առանց խոչընդոտ 5 րոպե շարունակ օգտագործում էր վիրավորական արտահայտություններ եւ մեր նախագահողը ձեր բացակայությամբ ոչ մի ձև չէր զսպում։ Այս ձևաչափով մեր հետ շփվելը դա առողջ չէ, իսկ դրա պատասխանը, պարոն Ռուբինյան, ամենայն հարգանքով դուք պետք է տայիք ավելի կոշտ։ Պարոն Չախոյան, ես խնդրում եմ խոսել մեր սահմանված կանոնների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ ձեզ վիրավորել են, ես հիմա խոսքը տալիս եմ ձեզ, խնդրում եմ խոսեք այնպես, որպեսզի մենք ավարտված համարենք այս միջադեպը։ Համեցեք։ Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդը մեր հասցեին այդ տեսակ բառեր է օգտագործում։ Ու ընդհանրապես էական չէ դա, այս ամբիոնից է հնչել, թե ընդհանրապես խորհրդարանի շենքից դուրս։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսքանով ես առաջարկում եմ միջադեպը համարել սպառված։ Խորհրդարանականներ աշխատանքը կշարունակեն վաղն արդեն կքննարկվի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի առաջադրման հարցը։ Նախորդ 5 տարում 26.5%-ի հասնող աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված ու պաշտոնական վերջին տվյալներով այն չիրականացրած Փաշինյանի թիմը հիմա էլ որոշել է փոխել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ խորհրդարանի համանուն մշտական հանձնաժողովի անունը, սոցիալականը փոխարինելով բարեկեցություն բառով։ Նախագիծը արդեն շրջանառության մեջ է։ Անունների փոփոխությունը մարդկանց կյանքը կբարելավի, ընտրողներին բարեհուն չէ թվում, բայց գեղեցիկ բառերով ավելի լավ չես ապրի։ Այստեղ գտնվեցին թերահավատներ։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան։ Հենց այսպես ոտքի վրա քաղաքացիական պայմանագրի վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելիս հնդածս փոխեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անվանումը, ոչ թե սոցիալական հարցերի, այլ բարեկեցության։ Հիմնական միտքը եկել է դեռևս նախընտրական ծրագրի մշակման ընթացքում քաղաքացիական պայմանագրի։ ԿՊ-ի կուսակցական ծրագրում բարեկեցություն բառը շատ ենք տեսնում հարստանալու, որտեղ հաց այնտեղ կենալու, պետությունը բարեկեցության գործիք դիտարկելու համատեքստում։ Շուտով բառը նաև պետական գերատեսչության ցուցանակին կհայտնվի։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն էլ կվերանվանվի աշխատանքի ու բարեկեցության նախարարություն։ Մենք ոչ միայն զուտ տիտղոսային անվանումն ենք փոխում, այլ ուզում ենք փոխել
տվյալ գերատեսչության, առաքելությունը, բովանդակությունը։ Որն է նոր փիլիսոփայությունը։ Երբ որ մենք փոխում ենք փիլիսոփայությունը, մենք ուզում ենք ոչ միայն սոցիալական այդ խնդիրները դնել առանցքում, այլ մարդուն տալ հնարավորություն, կարողություններ, հմտություններ, որպեսզի մարդը ապրի բարեկեցիկ։ Ըստ բարեկեցության հանձնաժողովի նախագահի թեկնածուի 90-ականներից է սկսվել մարդկանց կախվածությունը տարբեր նպաստներից։ Հիմա ուզում են ոչ թե նպաստով ապրեն մարդիկ, այլ կրթվեն, աշխատեն ու բարեկեցիկ ապրեն։ Մենք մարդուն ոչ թե տալիս ենք ձուկ, այլ տալիս ենք հնարք եւ միջոց, որով ինքը կարող է այդ ձուկը որսալ։ Կառավարության հնգամյա ծրագրում բարեկեցության նախարարության մասին խոսք չկա, բայց աղքատությունը կրկնակի կրճատելու խոստում կա։ Այսինքն, այս տարի Հայաստանում աղքատության ցուցանիշը պիտի 13.5%-ից ցածր լիներ։ Վիճակագրական կոմիտեն առայժմ 24-ի պատկերն է ներկայացրել եւ ոչ մի հույս, որ աղքատության կրկնակի նվազում է լինելու։ Վերջին պաշտոնական թվով Հայաստանում 21.7%-ը ավելի քան 600,000 մարդ աղքատ է, 18,000-ն էլ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, այսինքն ամսական մինչև 29,000 դրամ են ծախսում։ Աղքատության շատ ավելի ծանր պատկերը մի քանի մարզերում, Շիրակում այն 43%-ի է հասնում։ Հայաստանում աղքատություն կա, միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում։ Աղքատության պատճառն այն չէ, որ գործ չկա, անցած տարեվերջին բացատրում էր վարչապետ Փաշինյանը։ Ուղղակի մարդիկ հմուտ չեն, ժամանակին չեն կրթվում։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Իրանց արդարացնում են, որ այս պահին երկիրը լավ վիճակի չէ, ասում են կրթություն չունենք, դրա համար չեմ կարծում, որ դա հարցի լուծումը։ Կրթությունով չէ, ինքը ունի կրթություն, որ ինքը կրթությունն է պահանջում։ Այս տղամարդու կարծիքով միայն կրթությամբ բարեկեցության հասնել չի լինի, նաև աշխատատեղեր ու արժանապատիվ աշխատավարձ է պետք։ Կարծում է բարեկեցությունից դեռ շատ են քեռու, բայց եթե անունը փոխում են որպես ձգտում, լավ։ Անունը փոխելով հասնենք այդ նպատակին, թե զուտ ցուցադրական բաներ է։ Ուղղակի սիրուն է։ Եթե կաշխատեն շատ լավ, եթե չէ իմ համար լրիվ միևնույնն է։ Բարեկեցության։ Հա։ Հուսադրող, որ կբարեկեցիկ կդառնա։ Բարեկեցությունը ավելի բարեկեցիկ է հաշվում։ Դե սոցիալ-նախարարությունը ինձ բարեկեցության համար չի։ Այսինքն մեկ է ձեզ համար։ Հա։ Կարևոր իրենց գործը լավ անեն։ Քաղաքացիների ծում հարցրինք դեմ չեն, բարեկեցություն ավելի լավ է հնչում, քան սոցիալականը, հարմար հոմանիշներ էլ ունի, դյուրակեցություն, բարօրություն, կարող է լինել փարթամակեցության նախարարություն, միայն թե ասում են իր գործն անի։ Իդեպ վիճակագրական կոմիտեն աղքատության պատկերը ներկայացնում է նաև բնակչության զրկվածության տեսանկյունից։ Հայաստանի բնակչության ամեն երրորդը ձմռանը տունը տաքացնել չի կարողանում, 80%-ը գոնե մի շաբաթով չի կարող հանգստի գնալ, 65%-ը եթե անսպասելի 45,000 դրամ պետք կա, չունի, պարտք է անում, շուրջ 50%-ը օրու մեջ անգամ մսով ճաշ չի ուտում, պատկեր, որ շատ հեռու է բարեկեցությունից, առավել ևս փարթամակեցությունից։ Այս ընթացքում պարզվեց 14 միլիարդ դոլարից ավելի ներքին ու արտաքին պարտք ունեցող կառավարությունը նախատեսում է ևս 320 միլիոն դոլարի նոր վարկերներ գրավել միջազգային կառույցներից։ Նախագծերը ընդգրկված են կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Փաշինյանի կառավարման 8 տարիներին պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, ավելացել է նաև պարտքի սպասարկման ծախսը։ Այն կազմում է բյուջետային ծախսերի ավելի քան 10%-ը, եթե պատկերավոր ասեմ, զուտ տոկոսը վճարելու համար կառավարությունն ավելի շատ կծախսի, քան մի ամբողջ տարվա ընթացքում կհատկացնի առողջապահության կամ կրթության ֆինանսավորմանը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ձերբակալվել է Ծառուկյանի Մուլտիգրուպ կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սեթրակ Արուստամյանը։ Վիճակագրություն չկա, բայց պաշտոնյաները պնդում են բանկային զեղծարարությունների թիվը նվազել է։ And they called me and said, please, can we talk? Տրամփը հայտարարում է մոտորերս Հորմուզի նեղուցի բացման մասին, հակառակ դեպքում սպառնում Իրանին դաժան հարվածով։ The biggest since World War II.
Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընկերությունների փաստացի փակմանը հետևեց դրանց կառավարչի Multigroup կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահի այսօրվա ձերբակալությունը։ Ընտրություններում իր ընդդիմախոսներից մեկին ունեզրկելու Փաշինյանի սպառնալիքներից հետո Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի 3 ընկերություն արդեն անցել է պետության կառավարմանը։ Տասնյակներում ստուգումներ են ու պարապուրտ։ Իրավապահներն այսօր ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրենների խորհրդի նախագահ Սեթրակ Արուստամյանին։ Ձերբակալել են այսօր կալանքնակննարկելու։ Արդեն գնացին դատարան։ Փաստաբան Հովիկ Սուքեսյանը շատ մանրամասներ չփոխանցեց, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով 1 ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալված է նաև մուլտիտրանսպորտի տնօրեն Արթուր Դալլաքյանը։ Ծառուկյանը ասեմ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Մեծ բան գոյություն չունի։ Իրավապահները Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք ու դրամական միջոցներ հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Այսօրվա հաղորդագրությունում քննչական կոմիտեն պնդում է, որ Multigroup կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեթրակ Արուստամյանն ու Արթուր Դալլաքյանը օժանդակել են Ծառուկյանին։ Իդեպ ամիսներ առաջ դատարանն Արուստամյանին մեղավոր էր ճանաչել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով, արդարացրել Գագիկ Ծառուկյանին, որն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ 70-ամյա Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց 2 տեղամասերում քվեարկության արդյունքները։ Արդյունքում քաղաքացիական պայմանագիրը որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում։ Ընտրություններից հետո իրավապահները սկսեցին ստուգումներ անել Ծառուկյանի բոլոր ընկերություններում, կապարակնքեցին գործարաններից մինչև ռեստորանների դռները։ Քննչականը դեռ փակ է պահում այդ դռները, պատճառաբանելով քննչական գործողությունները։ Ինչ ուզում անում են, ինչ կա, այստեղ ոչ մի բան չկա օրինական։ Իմ սպան գործում առանց բիզնեսի է։ Դուք չեք պատկերացնում, որ այստեղ բիզնեսը առանձնացրել են ՍՊ-ից։ Բիզնեսը վերցրել են, իրանց համար ՍՊ են բացել, իրանք աշխատացնում են։ Կառավարությունն արդեն տնօրինում է Ծառուկյանի Արարատ ցեմենտն ու Արարատ կոնյակի գինու օղուկոմբինատը, կառավարիչներ է նշանակել։ Երևանի քաղաքապետն էլ հունիսին միակողմանի դադարեցրել է Multiwellness-ի հողի վարձակալության պայմանագիրը, անունը փոխել Երևան Wellness։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին Multi-Wellness առողջարանային համալիրը։ Ավելին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ծառուկյանից վերցրել է ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շինությունն ու ներսի գույքը։ Այժմ Ծառուկյանը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել սպորտային համալիրի գույքը։ Սա առաջին դատական հայցն է, որով մեծահարուստ գործարարը վիճարկում է պետության գործողությունները ընտրություններից հետո։ Multiwellness-ի տնօրեն Արման Փիրոյանն այսօր չցանկացավ փակագծերը բացել, ասաց միայն որ դատարան են դիմել։ Փակեցին ու մենք սպասում ենք այդ քննչական գործողությունը ու եկան իրանք բացեցին արդեն, ոնց որ լրիվ կախարդական փայտիկ լիներ, էլի։ Հիմա էլ քաղաքապետանի եթե լավ մեզ ասել էր որ դուք ձեր գույքը վերցրեք ու բանից դուրս եկա որ այս պայծրությամբ ինքը շենքը վերցրեց ու սկսեց չարգործել։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի Multiwellness-ի ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևանի քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը։ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է Multiwellness-ի կառուցապատման իրավունքը եւ գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն։ Կադաստրից չեն մեկնաբան իրենց որոշումը։ Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որոնք են այս փոփոխության հիմքերը եւ արդյոք պայմանագրում կան նման դրույթներ։ Ազատությունը գրավոր հարցում է ուղարկել թե այդ հիմքերի, թե այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաեւ գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Հիմա տեսնենք, թե Մոսկվան ինչպես է պատճառաբանում հայկական արտադրանքի վրա կիրառված հերթական արգելքը։ Այս անգամ ըմպելիքների մի քանի տասնյակ հազար շիշն է վաճառքից հանվել։ Բայց հայկական կողմին մինչև այս պահը պատճառաբանությունը հասկանալի չէ։ Հայկական միրգ բանջարեղենի, ալկոհոլի, հանքային ջրերի վաճառքի արգելքները սկսեցին մայիսից, զուգահեռ Մոսկվան Երևանից պարբերաբար պահանջում է ընտրել Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջև։
Ռուսական սանկցիաների տակ է հայտնվել հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակը։ Ռուսաստանի պաշտոնական «Չեսնի զնակ» մակնշման համակարգը, որ վերահսկում է ապրանքների շրջանառությունը, արգելափակել է բջջի հանքային ջրի, պրոստը ազբուկը բնական խմելու ջրի, այդ թվում մանկական եւ դարբաս ապրանքանիշի մոխիտո ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակների վաճառքն իր երկրում։ Ըստ ռուսական կողմի խոսքը շուրջ 70,000 շշի մասին է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ դրանք կարող են վնասել ռուսաստանցի սպառողներին եւ որ հայ արտադրողները խախտել են այդ արտադրանքը Ռուսաստան ներմուծելու պարտադիր պահանջները։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից Ազատությանն ասացին, Ռոսսելխոզնաձորից պետք է պաշտոնական հիմնավորում ստանան, դեռ չկա։ ՍԱԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է, ռուսական կողմը հայտարարել է խախտումների մասին, բայց չի հստակեցրել կոնկրետ ինչ բնույթի։ Ռուսաստանի Դաշնության որևէ իրավասու մարմնից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որևէ ծանուցում տվյալ խնդրի վերաբերյալ դեռևս չի ստացել եւ հրապարակման մեջ նշվող 70,000 շիշ խմելու ջրի եւ գազավորված ջրի հետ կապված խնդիրը այս պահին մեզ անհասկանալի է։ Նշված տնտեսվարողներից Ազատության զանգերին պատասխանեց միայն դարբաս ընկերության տնօրեն Աշոտ Ղարիբյանը, ասաց իրենց դեպքում խոսքը 1200 շշի մասին է, որոնք ի դեպ նրա պնդմամբ արդեն վաճառվել են։ Առաջին անգամ չէ, որ այդ խմիչքները Ռուսաստան են արտահանում, ընդգծեց, բայց առաջին անգամ են այս խնդրին բախվում։ Ասաց նախ պետք է ապացուցվի, որ արտադրանքն իսկապես որևէ խախտում ունի։ 15-17 տեսակ ապրանք ունենք, դրա մասին չի խոսքը։ Տվյալ խմբականակի մասին է խոսքը։ Իսկ ինչ խնդիր կա։ Արդյոք համարում եք, որ վտանգավոր է լիմոնադը։ Ոչ, չենք համարում, դե տեսնենք, չգիտեմ, ես չեմ ուզում քաղաքականացնեմ, նույնիսկ մենք չունենք էլ այդ խմբականակից, որ ես էլ մի հատ ստուդիեմ տեսեմ ինչ կա, ինչ որ ծնկեր եւ այլն մի քիչ քանակությունը բարձր է, խմորիչներ ծնկեր, որը որ դեռ հարց է, շատ փոքր խմբականակի մասին է խոսքը։ Ես չեմ էլ կարող ապացուցել, իրանք ճիշտ են թե սխալ, որտեղ տվյալ խմբականակը սպառված է վաղուց։ Ռուսական սահմանափակումների թեման վաղուց նաև քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հայկ Վարդանյանը համոզված է, Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել։ Տնտեսագետ падգամավորի հաշվարկով ստեղծված իրավիճակից կարող է տուժել շուրջ 250,000 մարդ։ Նա ավելի վատ կանխատեսումներ ունի։ Աստված մի արասցե, եթե հանկարծ օրինակ արգել են դրամական փոխանցումները, որը մեր համախառն ներքին արդյունքի 10%-ն է։ Մարդիկ ապրում են այդ գումարներով։ Աստված չանի, եթե մարդկանց արտաքսեն հայ աշխատավորներին, եւ եթե մենք ընդհանրապես դուրս գանք ԵԱՏՄ-ից, հարվածի տակ է դրվում նաեւ իրանական շուկան։ Ընդդիմադիր падգամավորի կարծիքով Մոսկվան իր քայլերով հասկացնում է, որ խնդիր ունի գործող իշխանության հետ։ Հետևաբար ասում են դուք հանրաքվե արեք, թող ձեր ժողովուրդը որոշի։ Իրենք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, թե այլ ուղղությամբ են ցանկանում շարժվել։ Եվ եթե դուք հարց եք տալիս, թե իշխանությունները ինչ պետք է անեն, գուցե հանրաքվե անեն եւ քարոզեն մնալ ԵԱՏՄ-ին, որտեղ դա է մեր շահերից բխում էս պահին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը մինչդեռ կարծում է, որ դիվանագիտական ճանապարհով Մոսկվայի հետ խնդիրները լուծելու հնարավորությունը դեռ սպառված չէ։ Ղազարյանի խոսքով Հայաստանը շարունակելու է երկխոսությունը, միաժամանակ պահպանելով տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունն ու զարգացնելով արտահանման նոր շուկաները։ Հանրաքվեի պահանջ չկա, իսկ ես դժվարանում եմ ասել, թե պարոն Վարդանյանը լինելով 2-3 օրվա падգամավոր ինչպես կարող է գնահատել, որ Հայաստանի իշխանությունները սպառել են դիվանագիտական ողջ գործիքակազմը։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարելով Հայաստանի Հանրապետությունը որպես կարևոր գործընկեր կշարունակի խոսակցությունը այս մասով։ Մենք ոչ ավանդական այնպիսի ուղղություններով ենք կարողացել արտահանում ապահովել։ Խոսքը գնում է ոչ միայն ԵՄ արտահանման մասին, այլ տարբեր ուղղություններով։ Նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ԵԱՏՄ-ինն է։ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջին, նշել էր, որ հանրաքվեն չի կարող անցկացվել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիության անդամակցության համար։ Փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչ շատ կարևոր է։
Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Ընդհանուր առմամբ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները կտրուկ ակտիվացան 2026 թվականի գարնանը հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրիլից սկսած ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Ռոսելխոզնադզորն արգելել է հայկական հանքային ջրերի, մի շարք ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, ձկնեղենի, մրգի, բանջարեղենի, ծաղիկների ներմուծումը եւ տարանցումը ԵԱՏՄ տարածքով։ Բանկային զեղծարարությունները պակասել են, հայտարարում են հայաստանցի պաշտոնյաները դրատակ չդնելով վիճակագրություն, ինչպես ասում են աչքաչափով։ Թեման շատ արդիական է, խաբեբաների սիրելի նոր մեխանիզմներից մեկն է իբր բանկի զանգի միջոցով մարդկանց տվյալներին տիրանալն ու նրանց կողոպտելը։ Իսկ հայտարարություններից անդին, լավատեսական հայտարարություններից անդին կանխարգելիչ քայլեր արվում են։ Բանկային զեղծարարությունների թիվը վերջին շրջանում նվազել է, պնդում են թե բանկերի միության նախագահը, թե կենտրոնական բանկի փոխնախագահը։ Մենք ուղղակի վերջի մեր ժողովի ժամանակ բանկերի ղեկավարին երբ որ զրուցում ենք, զգացական մակարդակում իրենք են ասում, որ նվազել է։ Մենք ստանում ենք նաև բողոքների, մենք մեր սեփական կանալը ունենք, որ քաղաքացիները դիմում են նաև կենտրոնական բանկ, մենք նվազում տեսնում ենք։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Կարագյոզյանը, ով բանկային զեղծարարություններից տուժածների իրավունքներով է զբաղվում, ասում է վերջին 1 տարվա ընթացքում իրենք 123 ահազանգ են ստացել, իսկ 2021 թվականից սկսած նման ահազանգերի թիվն արդեն անցնում է 1700-ից։ Եթե մատնանշում են, որ բողոքների թիվն է նվազել, սա չի նշանակում, որ բանկերում տեղի ունեցած կիբերհանցագործությունների եւ զեղծարարությունների թիվն է նվազել։ Ինչի, որովհետև շատ հաճախ քաղաքացիները, քանի որ անարդյունավետ են տեսնում բողոքը, հետևաբար քաղաքացիները շատ հաճախ եւ բազմաթիվ դեպքեր մենք ունենք, որ քաղաքացիները ձեռն պահեն մնում բողոքը ներկայացնելուց։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանը եւս բանկային զեղծարարությունների դեպքերին եւ դրանց արձագանքներին է ակտիվ հետևում։ Ասում է, եթե նույնիսկ դեպքերի մասին հանրային աղմուկը վերջին տարում 2025-ի համեմատությամբ փոքր-ինչ պակասել է, ապա դա չի նշանակում, որ վտանգն անցնում է։ Նման զեղծարարություններով զբաղվողները անընդհատ նոր մեխանիզմներ են փորձարկում։ Հովհաննիսյանի էջում այս թեմայով գրառման տակ հարյուրավոր մեկնաբանություններ կան։ Օրինակ, օգտատերերից մեկը պատմում է, որ 2025 թվականի փետրվարին 35,000 դրամի վարկ է ձևակերպել բանկերից մեկի վարկային գիծն օգտագործելով, իսկ 2 օր անց ողջ հասանելի սահմանաչափը 245,000-ն են իր անունից օգտագործել։ Իրավապահները մինչ օրս հանգամանքները չեն պարզել, բանկը վարկը միայն սառեցրել է։ Մեկ այլ օգտատեր պատմում է, թե ինչպես է հավատացել հեռախոսային օպերատորի աշխատակից ներկայացած անձին եւ ավելի արագ ինտերնետ ունենալու ակնկալիքով զանգահարողի հրահանգներով սեփական հեռախոսում փոփոխություններ կատարել, հայտնել հաստատման կոդերը եւ հետո պարզել, որ իր անունով օնլայն վարկ են ձևակերպել։ Խարդախները եւս, այսպես ասենք, վերապրոֆիլավորվում են եւ որոնում են ուղիներ։ Անընդհատ փոփոխվող սցենարներով զեղծարարությունների դեպքում ըստ Արփինե Հովհաննիսյանի ավելի էական է, թե ինչպես է բանկային համակարգը արձագանքում դրանց, իսկ պատշաճ արձագանքը հիմնականում բացակայում է։ Բոլոր հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությունները այս կամ այն չափով, բոլոր հիմնարար ոլորտները, բանկերը կլինեն, կապի օպերատորները կլինեն, այնպեսի քաղաքացու կյանքին, քաղաքացու խնդիրներին, իրենց իսկ հարուցած խնդիրներին, իրենց իսկ մեղքով տեղի ունեցած խնդիրներին, այնպեսի անհաղորդ վարքագիծ են դրսևորում, որ անգամ պետական մարմինները այդպեսին չեն։ Տեսեք ինչ եմ ասում։ Ես ապշած եմ ուղղակի, որ այդ կառույցների համագործակցային կեցվածքը բացարձակ բացակայում է։ Բանկերն ի դեպ հուլիսի 1-ից ներդրել են ստոպ գործիքը, որ հնարավորություն է տալիս քաղաքացիներին արգելափակել իրենց հաշիվներից վարկեր ձևակերպելու հնարավորությունը։ Արփինե Հովհաննիսյանն ասում է, ստոպ կոճակը գուցե փոքր-ինչ բարելավի վիճակը, բայց հիմնավոր լուծում չէ։ Ում է հետաքրքիր ստոպ կնոպկան հուլիսի 1-ից, եթե մինչ այդ խնդիրները պատշաճ չեն հասցեագրվում։ Մհեր Կարագյոզյանը կարծում է, ավելի արդյունավետ կլիներ հակառակ համակարգը, այսինքն որևէ հաշվից հնարավոր չլիներ վարկ ձևակերպել, քանի դեռ քաղաքացին ինքը չի բացել այդ հնարավորությունը։ Այդ ստոպ կոճակը պետք է լիներ բացապես play կոճակ, այսինքն այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում օգտվել օնլայն վարկավորումից, ոչ թե այդ քաղաքացիները պետք է սեղմեին ստոպ կոճակին,
այլ այն քաղաքացիները պետք է սեղմեին play կոճակին, ովքեր ուզում են հետ այսու ստանալ on-line վարկավորում։ Մհեր Կարագեզյանն ասում է, անցած տարի իրենց բողոքի ցույցերից հետո բանկերը համաձայնել են որոշ դեպքերում միայն սառեցնել կեղծիքների արդյունքներով ձևակերպված վարկերը կամ հաշվից անհետացած գումարների չափով փոխառություն տալ մինչև քրեական գործերի ավարտը, բայց քրեական գործերը որևէ արդյունքի մինչ օրս չեն հանգեցրել, տուժածների իրավունքները չեն վերականգնվել։ Իրենք համարում են, որ քննչական կոմիտեն անգործություն է ցուցաբերում եւ պահանջում են այդ կառույցի ղեկավարի հրաժարականը։ Այստեղ քննչական կոմիտեն է պատասխանատու քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով, քննչական կոմիտեի ցուցաբերած արդյունքները հավատարել 0-ի, քննչական կոմիտեն բացարձակապես մատը մատին չի տալիս այս քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով, չի գրում, չի վերցնում իր վրա այն պատասխանատվությունը, որը սահմանված է օրենքով, հա, եւ որևէ մեկ դեպք, գոնե մեկ օրինակի համար մենք դեպք չունենք, որ քաղաքացի իրավունքը այս գրված օրենքներին համապատասխան ընդունված մեխանիզմներով վերականգնվել է։ Քննչական կոմիտեից այս քննադատությունը չեն մեկնաբանում, իսկ թե բանկային հաշիվների հետ կապված զեղծարարության դեպքերով քանի գործ է քննվում կամ արդյոք կան դատարան հասած գործեր, կոմիտեից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նավային երթուղու աշխարհագրական կոորդինատները, տեղեկացրել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Ըստ պաշտոնական Թեհրանի, պայմանավորվածության մասին համատեղ հայտարարությունը վերջնականացման փուլում է, պայմանով, որ երրորդ կողմերը չմիջամտեն։ Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթի տարանցման կարևորագույն հանգույց է եւ պատերազմի ընթացքում Իրանը այն փակ է պահում։ Ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե նեղուցը շատ շուտով կբացվի, այլապես սպառնացել էր Իրանին շատ կոշտ հարված հասցնել։ Ուկրաինական զինուժը շարունակում է թիրախավորել ռուսական առևտրային առցանց Վայլբերիսը, այս անգամ անօդաչուն հարվածել է Տուլայի մարզի Ալեքսին քաղաքի Վայլբերիսի լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերը հարձակվել են ընկերության առնվազն 15 պահեստների վրա։ Այս հարձակումների ֆոնին ռուսական զինուժը Կիևում եւ Կիևի մարզում թիրախավորել է ուկրաինական լոգիստիկ ընկերությունների պահեստները, իշխանությունները հայտնել են 17 զոհի մասին։ Սրանք էին թողարկման հիմնական լուրերը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնելով, որ ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում, դուք նաև նոր տեսանյութեր կգտնեք եւ նոր ինֆորմացիա։ Հաջողություն։